Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Բայց երգիչները ցերեկ ու գիշեր պիտի իրենց գործում լինեին։ Առաջին մնացորդաց 9:33։ Տաճարի կարգն այնպիսինն էր, որ սուրբ օրհներգությունը երբեք չէր դադարում, քանի որ երգիչներն անդադար փառաբանում էին Տիրոջը, որի ողորմությունը հավիտյան է։ Ինչպես ողորմությունը չէր դադարում ցերեկ ու գիշեր իշխելուց, այնպես էլ գերաժշտությունը չէր ավարտում իր սուրբ ծառայությունը։ Ով իմ սիրտ, Սիոնի տաճարի անվերջանալի երգի մեջ քեզ համար քաղցր դաս կա սովորելու։ Դու մշտական պարտապան ես, ուստի հետևիր, որ քո երախտագիտությունը, ինչպես Աստծո գթասրտությունը երբեք չմարի։ Աստծո փառաբանությունը հարատև է երկնքում, որը քո վերջնական հանգրվանն է լինելու։ Սովորիր ուրեմն մշտապես երգել Ալելույա։ Երբ արևը սփռում է իր լույսը, նրա ճառագայթներն արթնացնում են նրա երախտիկով լցված հավատացյալներին, որ նրանք պատրաստեն իրենց առավոտյան օրհներգը, որպեսզի սրբերի քահանայությամբ հարատև փառաբանությունը պահպանվի բոլոր ժամերին։ Եվ այդպես երկրագունդը պարուրվում է գովության պատմուճանով և գոտևորվում օրհներգության ոսկե գոտիով։ Տերը հավերժ արժանի է փառաբանության նրա համար, թե ով է ինքը իր արարչագործությունների և նախախնամության համար, իր ստեղծած արարածների հանդեպ իր բարության համար և հատկապես փրկագնման գերազանց գործի և դրանից բխող զարմանահրաշ օրհնությունների համար։ Միշտ էլ օգտակար է փառաբանել Տիրոջը։ Դա զվարթացնում է օրը և պայծառացնում գիշերը։ Դա թեթևացնում է բեռը և մեղմացնում վիշտը։ Երբ փառաբանում ենք Տիրոջը, մի սուրբ լույս է ճառագում երկրավոր ուրախությունների վրա, որը թույլ չի տալիս, որ աշխարհն իր փայլով ու ճոխություններով շլացնի մեզ։ Միթե մենք օրհներգելու ոչինչ չունենք այս պահին։ Միթե չենք կարող ներփող հյուսել մեր ներկա ուրախությունից, կամ անցյալի ազատագրությունից, կամ ապագայի հույսից։ Երկիրը կիսվում է ամառվա պտուղներով, խոտի դեզերը կապված են, ոսկե հացահատիկը սպասում է մանգաղին, իսկ արևը չի դադարում պտղաբեր երկրի վրա շողալ, կրճատելով գիշերվա ժամերը, որպեսզի մենք երկարացնենք մեր բարեպաշտ երկրպագությունը։ Թող Հիսուսի սերը կրակ բորբոքի մեր մեջ, օրն ավարտելու սուրբ ուրախության գովերգով։